Հիմա ձեզ մի բան ասեմ։ Ադրբեջանի նախագահը 2 ամիս առաջ հայտարարել է, որ իրենք պետք է վերադառնան, մի անգամ ես այստեղ առաջի անգամ կարդացել եմ դա։ Հայաստան ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ 2 ամիս առաջ է հայտարարել, 2.5։ Ադրբեջանի մոլլայի տեղակալը հայտարարել է, Փաշազադեի տեղակալը, որ մի քանի 100 մզկիթ են ունեցել իրենք այստեղ, որը պետք է վերակառուցվի եւ հանձնվի Փաշազադեին։ 70 օր առաջ, 5-6 օր առաջ Նախիջևանում հայտարարել են Արևմտյան Ադրբեջանի ֆորում։ Գալիս ենք Հայաստան, մեկը միասնում ենք ոչ մի խոսք դրա մասին։ Մեր ժողովրդին կուրացնում են, մեր ժողովրդին չեն ցույց տալի աշխարհում ինչա կատարվում։ Մեզնից զատ, հետո մենք սյուրպրիզի առաջ են կանգնում։ Թե ոնց եղավ մեր մեջքի հետև պայմանավորվեցին։ Մեր մեջքի հետևը չեն պայմանավորվում, մեր աչքի առաջ են պայմանավորվում։ Բայց մենք չենք տեսնում էդի։ Հիմա կասեք Ադրբեջանն ասում է։ Մենք ոչ թողեցինք ադրբեջանցիներին։ Լավ, եկեք նայենք ինչ ա ուզել Ադրբեջանը ու ինչա ստացել։ Ադրբեջանը ուզում էր Արցախի շուրջ 5 շրջանները։ Ստացավ։ Ադրբեջանը ուզում էր Լաչինն ու Կարվաճառը։ Ստացավ։ Ադրբեջանը ուզում էր ամբողջ Ղարաբաղը, հետո ստացավ։ Ադրբեջանը ուզում էր Սյունիքում ճանապարհ, իր երկրի հետ կապ չունի այդ ճանապարհը։ Ոչ մի բանի հետ կապ չունի այդ ճանապարհը։ Ստացավ։ Ադրբեջանը ուզում էր սահմանադրություն փոխենք։ Հայտարարեցին, որ փոխում է։ Ժողովուրդ ի՞նչն է ուզել, որ չեն տվել այս մարդիկ։ Ինչ է ուզել Ադրբեջանը, որ այս մարդը ասել է չէ, ու 3 ամիս հետո էլ ասել չէ։ Սկզբից ասում է չէ, հետո ասում է հա։ Հետո գալիս է մեզ համոզի, որ այլապես կլիներ, չգիտեմ ինչ։ Այդ ոնց է։ Ուրիշ երկրներում տենց խնդիր չի լինում, մենակ մեր մոտ է լինում։ Հայաստանի ազգային ժողովի նախագահ հայտարարում է, որ մենք պետք է սովորենք ապրել ադրբեջանցիների հետ, որ իրանցից շատերը հնարավոր է գան, որ պետք է առևտուր սկսենք իրանց հետ անել։ Հայտարարում է սոցիալ նախարարը ազգային ժողովի հարթակից, որ մենք պետք է սովորենք, որ Հայաստանը մենակ հայերի համար չի։ Այ մարդ, այդ ոնց եղավ ադրբեջանցիք չապրեցին հայերի հետ։ Ադրբեջանը մենակ ադրբեջանցիքի համար է, Բաքվից, Սումգայիթից ժողովրդին քշեցին, Արցախից ժողովուրդը ստիպված ելավ։ Հայաստանը վերջին հայկական հողն է մնացել հայկական բարձրավանդակում հայերով բնակեցված։ Հիմա էլ ասում են, պետք է սովորենք, որ այլազգեր էլ պետք է այստեղ ապրեն։ Այ ձեր ծավը տանեմ, 10%-ն է մնացել, կլինի էս էլ մերը մնա։ Ասում են Եվրոպան կվերահսկի, Ժորժ ջան, Սաֆարովը որտեղ կացնա արեց հայկական զբանակի սպային, Հունգարիայի կենտրոնում, իր քնած ժամանակ նատոյի զորքերի ներկայությամբ մի հայ չեն կարում պաշտպանը Եվրոպայի կենտրոնում, այս մեր լեռներում ոնց են մեզ թուրքերից պաշտպանելու, գիտեք ոնց, ցավակցություն են հայտնելու, մտահոգություն են հայտնելու, մտահոգվելու են միշտ։